Այսօրվա մեր տեքստը Մարկոսի ավետարանի 8-րդ գլխից կվերցնենք եւ այսօր ուզում եմ ձեր հետ խոսել հոգեվոր մտքի մասին, հոգեվոր տեսողության, հոգեվոր ճանաչողականության մասին։ Եվ առաջին համարը Մարկոս ավետարան 8-րդ գլուխ 14-ից 21 համարները ընթերցենք միասին։ Մարկոսի ավետարան 8 14-ից 21 համարները, որտեղ Տեր Հիսուսը խոսում է աշակերտների հետ, նրանց զգուշացնելով փարիսեցիների խմորից։ Արդ աշակերտները մոռացել էին հաց վերցնել եւ բացի մի հացից նավում ոչինչ չունեին։ Իսկ նա պատվիրում էր նրանց եւ ասում. զգուշացեք փարիսեցիների խմորից եւ Հերովդեսի խմորից։ Նրանք էլ իրենց մեջ մտածում էին ու ասում. մեր հաց չունենալու պատճառով է ասում։ Եվ Հիսուսն իմանալով այս ասաց նրանց. ինչու եք մտածում, թե հաց չունենալու պատճառով։ Դեռ չեք հասկանում եւ չեք հիշում, դեռ ձեր սրտերը կարծրացած են, աչք ունեք եւ չեք տեսնում, ականջ ունեք եւ չեք լսում, եւ դուք չեք հիշում։ Երբ ես այն 5 հացը 5000-ի համար կտրեցի, կտորտանքների լիքը քանի զամբյուղ վերցրիք, ասացին նրան 12։ Եվ երբ 7 հացը 4000-ի համար կտրեցի, կտորտանքներով լի քանի զամբյուղ վերցրիք, նրանք ասացին 7։ Եվ նա ասաց նրանց. ինչպես է որ չեք հասկանում։ Տեր օրհնի Սուրբ խոսքը։ Այստեղ ծանոթ մի դեպքի ականատեսն ենք, որ Տեր Հիսուսը վերոհիշյալ համարները, որ կարդում ենք, Տեր Հիսուսը կերակրեց անոթի ժողովրդին անապատի մեջ, 5000-ի, այնուհետև 4000-ի կերակրեց, եւ ասում է, իր աշակերտներին է ուղում խոսքը, դուք չեք տեսնում, թեև աչքեր ունեք, եւ չեք լսում, չեք հիշում, մոռացել եք շատ բաներ, եւ սա այս խոսքը վերաբերվում է իր աշակերտներին, 12-ին էր ուղված խոսքը։ Բայց Մարկոս ավետարանի 4-րդ գլխում նման արտահայտության ենք հանդիպում, Տեր Հիսուսը նման արտահայտություն է օգտագործում, որ աչքեր ունեք, չեք տեսնում, չեք հասկանում, չեք մտաբերում, եւ այնտեղ դիմում է ուրիշներին Սերմնացանի առակի մեկնության ժամանակ։ Այսինքն նրանք ովքեր որ Տեր Հիսուսին մերժում էին եւ Աստծո շնորհքը մերժեցին, չհետևեցին Հիսուսին։ Մարկոս 4:12-ի մեջ կարող եք տեսնել։ Բայց այս խոսքը Տեր Հիսուսը դարձյալ մարգարեներից վերցրած խոսք էր, այսինքն ինքը մեջ բերեց մարգարեներից, Երեմիայի մարգարեությունից 5-րդ գլուխ, Եզեկիելի մարգարեություն, առաջին 12-րդ գլուխ, եւ Տեր Հիսուսի խոսքերը մարգարեական խոսքեր էին, որ աչքեր ունեք, չեք տեսնում, ականջներ ունեք, չեք լսում։ Կարելի է հասկանալ, որ սրանք իրենները չեն, որ չեն հասկանում, բայց այդպես չէր, իր աշակերտներն էին, իր հետ քայլեցին, զանազան հրաշքներ տեսան, զարմանալի գործերը տեսան Տեր Հիսուսի, բայց կրկին չէին հասկանում, չէին տեսնում, նրանց հոգևոր աչքերը կարծես թե բռնված էր, հոգևոր ականջները տկարացած էր, զգայարանները կարծես թե թույլ էին, չէին կարողանում հասկանալ։ Բայց հետևում էին իրեն, շատ հրաշքների ականատեսը եղան, բայց չհիշեցին, ինչպես բազմացրեց։ Եվ Տեր Հիսուսը ասում է, դուք կարծում եք հացերի մասին եմ խոսում, որ ասում եմ զգուշացեք փարիսեցիների խմորից։ Սա պարզ հացի մասին չի խոսքը։ Իհարկե Տերը նկատի չուներ ֆիզիկական տեսողությունը, որ ասում է աչքեր ունեք չեք տեսնում, այլ հոգևոր աչքերի մասին է խոսքը։ Հոգևոր տեսողության մասին, հոգևոր մտքի մասին է խոսքը գնում, որ այսօր դժբախտաբար շատ քրիստոնյա հավատացյալների մեջ էլ այս տկարությունը կա, այս բթացումը կա, որ հոգևորապես չեն քննում, հոգևոր միտք չունեն, հոգևոր մոտեցումներ չունեն։ Ուրեմն աշակերտներն էլ կարիք ունեին տեսնելու, հոգևորապես տեսնելու։ Միանշանակ այո, նրանք էլ կարիք ունեին, քանի որ մենք էլ այսօր դրա կարիքն ունենք, հոգևոր մտքի, զանազանելու մարդկանց, ճանաչելու, Տիրոջը էլ ավելի հասկանալու։ Եվ Մարկոսի ավետարան 8-րդ գլխում եղող այս խոսքը աշակերտներին էր ուղղակի վերաբերվում եւ անշուշտ նաեւ մեզ լսողներիս, քանի որ նրանք ականատեսն էին հացերի բազմացմանը, ձկների բազմացմանը, հրաշքին, եւ այդ դեպքերից շատ չէր անցել եւ նրանք մոռացել էին կարծես, կուրացել էին։ Ու հիմա այս խոսքը նաև մեզ է վերաբերվում, այս խոսքը նաև մեզ է ուղղված։ Շատ հաճախ աստվածաշնչյան տեքստերը հավատացյալների կամ քարոզիչների կողմից սխալ է հասկացվում, սխալ մեկնաբանվում եւ այսպես սխալ են փոխանցում մարդկանց, եւ սա վտանգավոր է, այդպիսով լսողները մեծ հաշվով կարող են մոլորվել,
Հիշենք Տերը ասաց աշակերտներին զգուշացեք փարիսեցիների խմորից։ Նրանք մտածեցին անմիջապես հացերի մասին։ Ուրեմն հաց չունենք, դրա համար է ասում զգուշացեք փարիսեցիների խմորից, խմորը հացի հետ առնչվող բաղադրություն է, միգուցե դրա համար, կամ էլ երևի սոված էին, իրենց ուշք ու միտքը հացերն էին, դրա համար անմիջապես մտովի հացի վրա կենտրոնացան։ Որից հետո նրանց Տերը հանդիմանեց ասելով. դուք չեք հասկանում եւ չեք հիշում, չեք տեսնում, մոռացել եք, թեև աչքեր ունեք։ Փարիսեցիների խմորը սիրելիներ կրոնական առաջնորդների սխալ ուսուցումներն են։ Սխալ վարդապետությունը, խմորումները, որոնք տանում են մոլորության, շեղվածության։ Եվ իրականում սա է աղանդավորությունը։ Ինչ է աղանդը։ Աղանդավորությունը, երբ Աստծո խոսքը ծռում են, երբ Աստվածաշունչը սխալ է մեկնաբանվում, շիտակ չեն բացատրում, ինչ այսօր շատ տարածված է, սկսած համացանցերից եւ հավաքատեղերից, այսօր էլ շատերն են այդ սխալ ճանապարհը ընտրում եւ դրանք համարվում են խմորումներ եւ խմորներ։ Ուստի փարիսեցիների խմորը դա ուղակի հացը չէր, ինչպես հասկացել էին աշակերտները, այլ նրանց սխալ ուսուցումները։ Հնարավոր է երկար տարիներ եկեղեցի են հաճախում մարդիկ, եկեղեցի ես հաճախում, մասնակցում ես սերտողություններին եւ երկար տարիների եկեղեցու անդամ ես, սակայն դեռ աչքերը դերևս բացված չեն, հոգեվորապես միտք չունես եւ կարեւոր եւ առողջ վարդապետական հիմնական ուսուցումների նկատմամբ սխալ ընկալումներ ունես միգուցե, կամ երկրորդական հարցերի վերաբերյալ, այդքան էլ չես կողմնորոշում, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է աչքեր ունես, աչքեր ունենք, սակայն չենք տեսնում, չենք հասկանում եւ չենք հիշում։ Եվ այս խոսքերը գուցե մեզ է վերաբերվում, սիրելիներ, երբ որ Տեր Հիսուսը խոսեց, որովհետեւ շատ հաճախ մենք էլ կարծես թե կույրի պես չենք հասկանում, մոռացել ենք Տիրոջ կատարած գործերը։ Դուք չեք հասկանում եւ չեք տեսնում։ Եվ այսպիսի վիճակներ նաև ունենում են հավատացյալներ, ովքեր որ կարծես կաթնակեր լինեն, կարծես երկար տարիներ եկեղեցի են գալիս, բայց դեռ հասունություն չեն գրանցում իրենց կյանքի մեջ։ Եբրայեցիս 5:12-ի մեջ, Եբրայեցիս գրքի հեղինակը այսպես է գրում, Եբրայեցիս 5:12 Քանզի ժամանակին նայելով սովորեցնողներ պիտի լինեիք, սակայն պետք է որ մեկը ձեզ նորից սովորեցնի Աստծո պատգամների առաջին սկզբունքները, կաթի եք կարոտ եւ ոչ թե խոշոր կամ ուժեղ կերակուրի։ Այսինքն դեռ կարծես մանուկ եք հոգեվորապես։ Պետք է սովորեցնող լինեք, բայց դեռ կաթնակեր եք ասել է թե։ Առաջին Կորինթացիս 3-րդ գլխում էլ խոսում է մարմնավոր վիճակի մասին։ Առաջին Կորինթացիներին 3, առաջին 3 համարները նայենք։ Այստեղ դարձյալ առաքյալը գրում է, որ դուք մարմնավոր ընթացք ունեք եւ այսպիսով։ Եվ ես եղբայրներ չկարողացա ձեզ հետ որպես հոգևորների հետ խոսել, այլ որպես մարմնավորների, որպես մանուկների հետ Քրիստոսի մեջ։ Ձեզ կաթով սնեցի եւ ոչ թե կերակուրով, որովհետեւ միջև հիմա չէիք կարող եւ հիմա էլ դեռ չեք կարող, որովհետեւ դեռևս մարմնավոր եք, քանի դեռ ձեր մեջ նախանց, վեճ եւ բաժանումներ կան, մարմնավոր չեք եւ մարդկորեն չեք վարվում։ Եվ ասում է, մեկը ասում է Ապողոսյան է, մյուսը Պողոսյան է, մեկը Փիլիպոսյան է, այդպիսի բաժանումներ եւ ձեր մեջ նախանց կա, բաժանումներ կա։ Սա մարմնավոր վիճակից է դուրս գալիս։ Հավատացյալներ են, բայց դեռ տկարություններ ունեն։ Հավատացյալներ են, բայց մարմնավոր միտք ունեն։ Բայց Աստված մեզ միտք է տվել սիրելիներ, որպեսզի ավելի լավ լսենք, լավ ըմբռնենք, Տիրոջ խոսքը ավելի լավ հասկանանք։ Տերը լավ գիտի մեր կարողությունը, մեր միտքը, մեր կառուցվածքը, լավ գիտի մեր սրտի դիրքորոշումը եւ մեր փափագները, եւ մեզ ուղղություն է տալիս շիտակն ու լավագույնը հասկանալու, ըմբռնելու համար, եւ մենք պետք է խնդրենք աղոթելով եւ ասենք Տիրոջը, Տեր մեզ սովորեցրու, Տեր մեզ առաջնորդիր, մեր միտքը լուսավորիր, մեզ հասկացողություն տուր, որպեսզի չմոլորվենք։ Հիշենք Էմաուսի ճանապարհին քայլող երկու աշակերտներին։ Հիշում եք Տեր Հիսուսը երբ որ հարություն էր առել, երևաց երկու աշակերտների, ովքեր որ դեպի Էմաուս էին քայլում։ Եվ նրանց տեսնելով Տեր Հիսուսը մոտեցավ եւ սկսեց նրանց հետ քայլել։ Եվ սկսեցին զրույցի բռնվել եւ խոսել իրար հետ։ Ճանաչեցին Հիսուսին, ինչ եք կարծում։ Չճանաչեցին։
Տեր Հիսուսի հետ առնչվող դեպքերի մասին էին խոսում, վերջին ժամանակն, վերջին օրերում կատարվելիք իրադարձությունների մասին են խոսում։ Հիսուսը իրենց հետ քայլում էր, բայց չճանաչեցին նրան։ Նրանց աչքերը կարծես բռնված էին։ Ամեն բան տեսնում էին, սակայն Տիրոջը չէին տեսնում։ Բայց գիտեք, սիրելիներ, մենք էլ շատ հաճախ ամեն բան հասկանում ենք։ Ամեն բան տեսնում ենք։ Բայց Տիրոջը չենք տեսնում։ Նրա խոսքերը չենք կարողանում հասկանալ։ Փոքր երեխաներին ասում եք, այս հատվածը կարդա Աստվածաշնչյան, ասում չեմ հասկանում։ Բայց նենց բարդ խաղեր է խաղում կոմպյուտերային, որ ես չեմ հասկանում։ Այդ ո՞նց է այդ խաղերը հասկանում ես, բայց պարզ Աստծո խոսքը չես հասկանում։ Ամեն ինչ տեսնում էին, ամեն ինչի մասին տեղյակ էին, նույնիսկ վերջին իրադարձություններից տեղյակ էին, վերջին լուրերը անգիր գիտեին, բայց Տիրոջը չէին տեսնում, չէին հասկանում։ Մարգարեական դեպքերի մասին սխալ պատկերացումներ ունեին, միջև որ Տերը նրանց աչքերը բացեց։ Երբ բացեց, հիշում եք։ Երբ որ նստեցին հաց կտրելու, չէ՞։ Երբ որ հաց կտրեց եւ նրանց աչքերը բացվեցին։ Նմանատիպ դեպքի հանդիպում ենք Հովանու ավետարանի 20-րդ գլխում, երբ որ Տեր Հիսուսը արդեն հարություն էր առել մեռելներից կրկին եւ հանդիպեց Մարիամին գերեզմանատանը պարտեզի մեջ։ Եվ ասա, կարծես թե պարտիսպանն է, այգեբանն է, ասեց, որտեղ են Տիրոջս դրել, եւ չճանաչեց Հիսուսին, դեմ առ դեմ կանգնած էր, չճանաչեց, միջև որ Տերը նրան ասեց Մարիամ։ Եվ նա ուզում էր փաթաթվել նրան, ասեց մի դիպչիր ինձի, քանի որ դեռ հորս մոտ չեմ գնացել։ Հովանու ավետարան 20-րդ համար։ Եվ նա տեսավ Հիսուսին, բայց չհասկացավ, միջև որ Տերը խոսեց իր հետ։ Այո, Տեր Հիսուսը կանգնած էր նրա մոտ։ Մարիամն էլ տեսնում էր նրան, սակայն հոգու աչքերը դեռ փակ էին։ Եվ երբ Տերը իրեն հայտնեց, Մարիամի տեսողությունը բացվեց եւ ճանաչեց նրան։ Մենք պետք է աղոթենք, սիրելիներ, որպեսզի Տերը հայտնի մեզի իր խոսքը, իր ճշմարտությունը, իր կամքը։ Շատ հաճախ մարդիկ Աստվածաշունչ են կարդում եւ չեն հասկանում։ Եվ դա բնական է, գիտեք, որովհետեւ Աստվածաշունչը կարդում են, կարծես գեղարվեստական գիրք են կարդում։ Սա սովորական գիրք չի։ Աղոթքով պետք է մոտենանք, խնդրենք, որպեսզի Տերը իր խոսքը հայտնի մեզի։ Հեղինակին խնդրենք, որպեսզի հեղինակը սովորեցնի իր կամքը, իր ասելիքը։ Ամեն մարդ ինչպես որ մոտենում է, ինչ փափագով, ինչ հավատքով որ մոտենում է, Տերը անպայման կտա նրան։ Եթե հավատքով խնդրենք, կստանանք, կառնենք։ Եթե թերահավատությամբ մոտենանք, Աստված չի հայտնի իրան, որովհետև ինչը որ հավատքից չի, հավատքով չի, մեղք է, չի ասում է։ Սաղմոս 135-րդ գլխում, Սաղմոս 135, 15, 17, մինչև համարները երբ որ կարդում ենք, գրված է, որ կուռքերը ականջներ ունեն, բայց չեն լսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում, բերան ունեն, բայց չեն խոսում, ոտքեր ունեն, բայց չեն շարժում, եւ ամեն կռապաշտ, որ այդպիսի կուռքին է հարում, պաշտում, երկրպագում, ինքն էլ նրան նման է դառնում։ Ինչին որ շփվում ես, ինչի հետ առնչվում ես, հավատում ես, պաշտում ես, դու նրան նման ես լինում։ Եվ սկսում ես չտեսնել, չհասկանալ, չշարժվել, չգործել, այսինքն մեռած վիճակ։ Կենդանություն չկա, որովհետև կուռքը անկենդան մի բան է։ Մենք կարիքն ունենք հոգևոր տեսողության, մենք կարիքն ունենք հոգևոր մտքի, հասկացողության։ Հիշողություններս, որ բացի Տերը, թե ինչ արեց Աստծո որդին մեզ համար, եւ հաղորդության սեղան այդ մասին է պատմում, մեր հիշողություններն է թարմացնում։ Ամեն անգամ, որ այս արեք ինձ հիշելու համար, մենք կարիքն ունենք հիշելու, նորոգվելու եւ որպեսզի հոգեվոր միտք ունենանք։ Մենք կարիքն ունենք շիտակ հասկանալու Աստծո խոսքը եւ ոչ թե սխալ հասկանալու եւ սխալ բացատրելու։ Թարմացնելու մեր հիշողությունը, տեսնել կարևորը։ Գույր Բարտեմիոսին Տերը ասաց. «Ինչ ես ուզում»։ Ասաց. «Ուզում եմ տեսնել»։ Մենք էլ ենք ասում. «Տեր, ուզում ենք տեսնենք»։ Մենք ուզում ենք մեր միտքը բացվի, հասկանանք։ Եթե մենք բացվի մեր միտքը հասկանանք, սիրելիներ, Տիրոջը, մենք հասկանանք, որ ինչքան մենք տկար ենք, ինչքան մեղավոր ենք, ինչքան թույլ ենք, ինչքան սխալական ենք։ Շատերը ասում են, ինչքան հասկանում եմ Տիրոջը, այնքան հասկանում եմ, որ ես ավելի բարի եմ, ավելի լավն եմ, բայց շատ ճիշտ հակապատկերն է, սա հպարտություն է։ Բայց Աստված հպարտներին հակառակ է կանգնում։ Ում է շնորհք տալիս։ Խոնարհներին։ Հակոբոս 4:6։ Ուրեմն, որքան որ ճանաչում ենք Տիրոջը, մեր նվազդ եւ մեր ընկած, մեր մեղավոր վիճակն ենք մենք
տեսնում եւ արձանագրում եւ կարիք ունենք սրբագործվելու, մաքրվելու, խոստովանելու եւ խնդրելու, որպեսզի Տերը մեր աչքերը բացի, տեսնել Աստծո գործը, տեսնել նրա կատարած զարմանալի գերբնական հրաշքները, նշանները, տեսնել նրա ողորմությունն ու գութը, երբ որ ասում ենք տեսնենք, Տեր ուզում ենք տեսնենք, ոչ միայն տեսնելով տեսնենք, այլ ընդունենք եւ մենք էլ նմանվենք նրան, ում որ երկրպագում ենք, ում որ պաշտում ենք, մենք պետք է նրան նման լինենք։ Եվ Սուրբ Հոգին երկրի վրա այս աշխատանքն է տանում հավատացյալների կյանքի մեջ։ Մեզի Քրիստոսանման է կերտում, ձև տալիս, նմանեցնում, որպես Աստծո զավակներ Քրիստոսի պատկերին կերպարանակից դառնալու համար։ Տեսնելով, ճանաչելով Տիրոջը, մենք տեսնում ենք, որ մենք ընկած մեղավորների հանդեպ ինչքան սեր ցույց տվեց Աստված։ Տեսնում ենք նրա ներողամտությունը, տեսնում ենք Հիսուսին։ Տեսնել Հիսուսին։ Մեր փրկչին տեսնելով մեր միտքը պետք է նորոգվի, մենք պետք է ուրախանանք ավելի։ Միչև չտեսնենք, հանդիպում չունենանք նրա հետ, մեր աչքերը չբացվի, ինչպես սկզբում ասացինք, մենք ուզում ենք ուրախ լինենք, չէ՞։ Ուրախ եղեք, կարդում ենք Փիլիպպեցիս գրքի մեջ, եւ շատ հաճախ կրկնեցինք այսօր այդ արտահայտությունը, բայց միչև չճանաչենք Տիրոջը, եւ մեր աչքերը չլուսավորվի, մենք չենք կարող ուրախ լինել, որովհետեւ չենք կարող գնահատել այնպեսին, ինչպես որ կա Տերը։ Որպեսզի ավելի մոտենանք նրան, ավելի ճանաչենք, ավելի լուսավորվենք։ Երբ հավատացյալները վստահեն Սուրբ Հոգուն իրենց կյանքը, եւ սա դժվար բան է, երբ որ հավատացյալներս մեր կյանքը վստահենք Սուրբ Հոգուն, հանձնվենք Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին մեզի պետք է բերի Հիսուսի մոտ։ Մեզ պետք է ճանաչեցնի, մեզի հոգևոր միտք եւ տեսողություն պիտի շնորհի, երբ որ հանձնվենք Սուրբ Հոգուն։ Եվ ինչպես ասացի, սա դժվար բան է, որովհետեւ մարդու խոչընդոտը, խանգարող հանգամանքը մարդու եսն է։ Իմ եսը, իմ գաղափարը, իմ կարծիքը, իմ դիրքորոշումը, իմ բնավորությունը, մարդիկ կարծում են, թե իրենք լավն են, ավելի լավն են, քան մյուսը, կամ հարևանս, քան ընկերս, կամ հավատակիցս, ես ավելի լավն եմ, ավելի կամեցող եմ, ավելի բարի եմ, ավելի խելացի եմ։ Եվ ասում եմ, մարդու սիրտը խիստ չար է եւ խաբեբա, ով կարող է նրան հասկանալ։ Երեմիայի մարգարության մեջ ենք կարդում։ Ինչ է ասում սիրտդ քեզ, ասում է, դու լավն ես, դու պետք չունես ապաշարության, դու պետք չունես դարձի գալու, որովհետեւ դու խելացի ես, դու բարի ես, ոչ գողություն ես անում, ոչ հանցարք ես գործում, ոչ մի վատ բան չես անում, ուստի սիրտը քեզ խաբում է, որովհետեւ մարդու սիրտը փչացած է, պետք է փոխվի։ Մարգարեն ասում է, ձեզի նոր սիրտ առեք, նոր հոգի առեք։ Երբ որ Սուրբ Հոգուն հանձնվես, Սուրբ Հոգին քեզ Հիսուսի մոտ կբերի։ Սուրբ Հոգու գործը մեղավորներից Քրիստոսին ճանաչեցնելն է, միտք տալն է, հիշեցնելն է, մեր աչքերը բացողն է։ Երբ Բարտեմեոս ասեց, ուզում եմ տեսնել, Հիսուսն ասաց, տես, եւ նրա աչքերը իսկույն բացվեց։ Չասեց, գիտես, մեզ մոտ այսինչ օրը բժշկության ծառայություն կա, երբ որ գաս, գարանտիա չենք տալիս, միգուցե բացվի կամ չբացվի, տես բան չկա։ Գնա Հիսուսին, անմիջապես աչքերդ պիտի բացվեն։ Եթե խոնարհվես, ինքը քեզ պիտի բարձրացնի, որովհետև նրա վերքերով արդեն մենք իսկ բժշկված ենք։ Սուրբ Հոգին այս կարևոր առաքելություն ունի, որպեսզի մեզ Քրիստոսին բերի, Քրիստոսին ցույց տա, որպեսզի մեր հայացքը ուղենք դեպի Աստված եւ նրան ճանաչենք, նրանով լուսավորվենք։ Եվ առաքյալը գրում է Եբրայեցիներին 13-րդ գլխում, Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին կամ հավատքի հեղինակին, ավելի հստակ թարգմանությունը, եւ կատարողին։ Հիսուսին նայենք չի նշանակում հեռախոսի մեջ Հիսուսի պատկերը տեսնես կամ նկարներ կախես պատից, որ Հիսուսին նայես։ Հիսուսին նայել նշանակում է հետևել Հիսուսին, հետևել նրա խոսքին, սիրել նրա խոսքը, հավատքով ապրել։ Հավատքի հեղինակին նայել նշանակում է հավատքով ապրել, հետևել նրա շավիղներին։ Երբ Աբրահամի որդի Իսահակը, Ծննդոց գիրք տեղափոխվենք մի պահ, Աբրահամի որդի Իսահակը կին էր փնտրում եւ Աբրամն ուզում էր ամուսնացնել իր որդուն, տեխնացու էին ման գալի եւ Աբրամը իր տան ծառային, իր հավատարիմ ծառային Եղիազարին պատվիրեց, որ իր հայրերի երկրից իր համար կին ընտրեն։ Եվ Եղիազարը ճանապարհորդում է դեպի Ասորիքի կողմը
Եվ այնտեղ Բաթուելի տունն է գնում, Աբրահամի ազգականների եւ Ռեբեկային է ընտրում։ Հիշում եք դեպքը։ Մանրամասը չեմ պատմելու։ Ծննդոց 24-րդ գլխում։ Երբ որ Եղիազարը Աբրահամի հավատարիմ ծառան հանդիպում է Բաթուելի աղջկան Ռեբեկային, նա նրան ջուր է տալի ջրհորի մոտ եւ այդպես էր կարծես թե պայմանը կամ խոստմունքը, որ ով որ ջուր տվեց, նա էլ կլինի իմ տիրոջ կինը։ Եվ գնալով նրանց տուն, նրան հյուրընկալում են, հյուրասիրում են եւ ինչ է անում, հանում է ապարանջան, վզնոց, ոսկեղեն է պարգևում նվիրում Ռեբեկային։ Գիտեք, այստեղ գործող անձերը, անունները, հերոսները, այսպես ասած, իրենց խորհրդապատկերը ունեն, որտեղ Սուրբ Հոգին մեզ ինչ որ մի բան է դրանով ուզում ցույց տալ։ Այլաբանություններ կան, որ Իսահակը Տեր Հիսուս Քրիստոսի կարծես խորհրդապատկերը լինի։ Եղիազարը Սուրբ Հոգին է, որ իր տիրոջ համար հարս է փնտրում։ Եվ պարգևներ տվողն էլ Սուրբ Հոգին է։ Ռեբեկան այստեղ կարծես հարսի եկեղեցու խորհրդապատկերն է։ Եվ երբ որ գրված է Ռեբեկային դրեց ուխտի վրա եւ ճամփորդեցին դեպի Քանանի երկին, իսկ Իսահակը Սարի գլխի վրա նստած սպասում էր։ Եվ հերվում տեսավ իր ծառա Եղիազարը գալիս է եւ աղջիկն էլ ուխտի վրա էր, չէ՞ կարծեմ, թե ձյու ուխտ պետք է լիներ։ Եվ անմիջապես գրված է, երբ որ Իսահակին հերվից տեսավ Ռեբեկան եւ տեսավ։ Եվ գրված է ցած իջավ, գլուխը ծածկեց, այսինքն խոնարհեց, ինչ հեզություն եւ խոնարհություն ենք տեսնում։ Եվ ինչ եմ ուզում դրանով ձեզ ցույց տալ, որ Սուրբ Հոգին է հարս եկեղեցուն դեպի Քրիստոսին առաջնորդողը, դեպի փրկչին բերողը, ցույց տվողը, ծանոթացնողը։ Եվ Սուրբ Հոգին ուզում է, որպեսզի մենք Հիսուսին մոտենանք, Հիսուսին սիրենք, որտեղ նա է մեր փեսան։ Մեկ փեսա կա եւ մեկ հարս կա, ուրիշը չկա։ Հարսանիքների ժամանակ տարբեր բաներ չի լինում։ Մեկ փեսա, մեկ հարս, եւ բարեկամները ուրախանում են այս ամուսնության համար։ Եկեղեցին Քրիստոսի հարսն է, որ պետք է նայի, պետք է հետևի, պետք է հնազանդվի իր փեսային, պետք է սիրի իր փեսային, որովհետև փեսան այնքան սիրեց իր հարսին, իր կյանքը դրեց նրա համար։ Եվ այս տեսարանից կարող ենք դասեր վերցնել, որ Սուրբ Հոգին է եկեղեցուն Տիրոջը մոտեցնում եւ ճանաչեցնում եւ օգնում, որպեսզի մեր հայացքը նրան հառենք։ Կարդանք նաեւ Եփեսացիներին առաջին գլուխ 17-18 համարներն էլ, Եփեսացիս 1 17-18 համարներ, որտեղ Պողոս առաքյալը այստեղ կարևոր հրահանգներ է տալիս եկեղեցուն։ Եփեսացիս 1 17-18 Այդ պատճառով ես էլ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հավատի եւ բոլոր սուրբերի նկատմամբ ունեցած ձեր սիրո մասին լսելով չեմ դադարում ձեզ համար գոհանալուց ձեզի աղոթքների մեջ հիշելով։ Այսինքն հավատացյալների համար աղոթք է անում եւ ասում է չեմ դադարում ձեզ հիշելով եւ իմ աղոթքների մեջ ձեզ հիշելով։ Եվ ինչ է աղոթքի նյութը, ինչի համար է աղոթում, ասում է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, Փառքի Հայրը, ձեզ իմաստության եւ հայտնության հոգի տա իրեն ճանաչելու համար։ Իրեն ճանաչելու համար։ Սիրելիներ, մենք ժամանակն է, որ ավելի լավ ճանաչենք Տիրոջը, ավելի մոտենանք նրան, ավելի լուսավորվենք, ավելի սիրենք, ավելի հասկանանք, որովհետեւ աչքեր ունենք, բերան ունենք, ականջներ ունենք, բայց հոգեվորապես այդ զգայարանները կարծես արթուն չեն։ Պետք է որ արդեն մեկ քայլ առաջ գնանք հավատքի կյանքի մեջ։ Նայեցեք, որպեսզի ասում է իրեն ճանաչելու համար, որ ձեր հասկացողության աչքերը լուսավորվելով իմանաք, թե ինչ է նրա կոչման հույսը եւ ինչ է իր ժառանգության փառքի հարստությունը սուրբերի մեջ, որպեսզի իմանաք, որպեսզի ճանաչեք, որպեսզի տեսնեք, որպեսզի լուսավորվեք։ Սա էր աղոթում Պողոս առաքյալը եւ մեր աղոթն էլ պետք է այսպես լինի։ Ով Տեր մեր աչքերը լուսավորի, մեզի հոգեվոր միտք տուր, հոգեվոր տեսողություն տուր, որպեսզի կարողանանք ճանաչենք քեզ, ել ավելի սիրենք քեզ եւ հետևենք քո շավիղներիդ։ Շատ չար ժամանակաշրջանի մեջ ենք մենք ապրում։ Այս չար դարաշրջանի մեջ ենք։ Աստծո այդպես ասում, այս աշխարհը չար է։ Աստված մեզի իր որդու մեջ է ուզում տեսնել, որդու մեջ է ուզում մեզ տեսնել, որպեսզի մենք որդիով ապրենք, ոչ թե այս աշխարհի ընթացքով։ Այս դարաշրջանը, այս աշխարհը այնքան է բթացնում մեզ անցողիկ եւ ժամանակավոր գործերով,
անպետք արժեքներով, անկարևոր նպատակներով է զբաղեցնում, որ մեր աչքերն ու միտքը շեղվում են կենտրոնականից, ամենակարևոր էակից, ամենակարևորը տեսնելու ճանաչելուց, շեղվում են աշխարհի գործեր, հոգսեր, հաճույքներ, զբաղվածություններ, կարծես այս լծակները սատանան օգտագործում է, իր համալսարաններն է օգտագործում հավատացյալների շեղելու համար, բթացնելու համար, որպեսզի կուրանան, չտեսնեն, չհասկանան, չհիշեն եւ մոռանան, որպեսզի մենք Տիրոջ հետ մտերիմ չլինենք։ Շատ հաճախ նայում ենք հավատացյալներ, որ ջերմեռանդ են, լուսավորված են, սիրով լեցված եւ հանկարծ պաղած վիճակ ենք տեսնում։ Մեռած, անտարբեր վիճակ, անտարբերություն այդ գաղջ վիճակն է, որ ավելի վտանգավոր է։ Շատ անտարբեր, ջերմություն չկա, խանդավառություն չկա, սեր չկա, որովհետև եթե կոչվում ենք հավատացյալներ, եթե խոսում ենք հավատքի մասին, Գաղատացիս գրքի մեջ առաքյալը գրում է. հավատը սիրով է գործում։ Հավատքը պետք է սիրով աշխատի, սիրով գործի, որովհետև ասում է, եթե լեռներ տեղափոխելու չափ հավատք ունենամ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Ուստի ինչպես մի քանի հույներ Տեր Հիսուսի ձերբակալությունից օրեր առաջ շուտով մոտենում է Ծաղկազարդի կիրակին, այնուհետև ավակ շաբաթի մեջ ենք մտնում եւ Տեր Հիսուսի հարությունը պետք է նշենք, այս օրերի մեջ էր Ծաղկազարդի օրն էր, այսպես ասած։ Մի քանի հույրներ մոտեցան Տեր Հիսուսի աշակերտներին եւ ասացին. մենք ուզում ենք ինչ անենք, Հիսուսին տեսնենք։ Հովանու Ավետարան 12-րդ գլուխ։ Մենք ուզում ենք Հիսուսին տեսնենք, եւ Տեր Հիսուսը հասկացավ, որ արդեն հեթանոսներն են ինձ ուզում տեսնեն, ուրեմն ժամս հասել է, վրա է հասել։ Մենք էլ ենք ուզում Հիսուսին տեսնենք, մեր հոգեավոր աչքերը թող բացվեն։ Այսօր այս նպատակը որդեգրենք ասելով. Տեր, ուզում ենք քեզ տեսնել, քեզ ճանաչենք, քեզ հասկանանք։ Ոչ թե կույրի նման խարխափել, այլ ավելի մոտենանք քեզ եւ հիշենք այն զոհաբերությունը, որ մեր համար արեցիր, այն սերը, որ մեր հանդեպ դու ցույց տվեցիր, հասկանանք քո կամքը մեզ համար, տեսնելով քո ողորմությունը, քո հոգատարությունը մեր նկատմամբ, քո մեծ սերը մեղավորներիս համար, որ ինչպես դու մեզ սիրեցիր, մենք էլ արժանինքներ չունենք, որ դու մեզ սիրեցիր։ Մենք էլ պետք է սիրենք նրանց, ովքեր նույնպես այդպիսին են, այդպիսի ընկած վիճակի մեջ են։ Մեղք չեն բա, մենք սեր ցույց տանք, ձեռք երկարենք նրանց, ովքեր տկար են, թույլ են, հեռացած են, աղոթենք նրանց համար։ Եվ սա է եկեղեցին, սա է եկեղեցու ուժը, զորությունը, կարողությունները, որ կարողանում է Հիսուսանման կյանք ապրել այս երկրի վրա։ Սիրելիներ, իմ աղոթքս է, թող ձեր աղոթքն էլ այդպես լինի, հավատում եմ, եւ հիմա էլ կաղոթենք, որպեսզի Տերը մեր սերը ավելացնի, մեզ հոգեավոր միտք տա, կարողություն տա, հասկացողություն տա, հիշելու, տեսնելու, ճանաչելու եւ Տիրոջ էլ ավելի մոտենալու համար։ Եկեք ոտքի կանգնենք, աղոթենք։ Հայր երկնավոր, շնորհակալ ենք քո հավիտենական սիրույթ համար, որով մեզ սիրեցիր, քո խոսքիդ համար, որ քո անունից վեր դասեցիր, Տեր, եւ մենք էլ ուզում ենք քո խոսքդ վեր դասել եւ վեր գնահատել ամեն բանից առաջ։ Օգնիր մեզ երկնավոր Սուրբ Հայր, որպեսզի քո խոսքիդ համապատասխան կյանքեր ապրենք այս երկրի վրա։ Մեզի հոգեավոր միտք տու, քեզ ճանաչելու հոգին տուր, քեզի սիրելու եւ քեզ հետևելու կամք տիր մեր մեջ, Տեր։ Մեր կամքը տկար է, մեր աչքերը տկար են, մեր սիրտը թույլ է։ Մենք առանց քեզ ոչինչ ենք, Տեր, բայց դու կարող ես մեզ զորացնել եւ հավատում ենք, որ դեպի քեզի երբ որ քաշես, մենք պիտի վազենք քո հետևից, չնայելով մեր կաղ վիճակին, տկար վիճակին, երբ որ դու քաշես, պիտի վազենք քո հետևից։ Ուստի մեզի այդ հոժար սիրտը դիր, հավատալու եւ փափակ դիր քեզ հետևելու համար։ Օրհնիր ժողովուրդը այս, օրհնիր Արտուր եղբայրս, Գևորգ եղբայրս, բոլոր եղբայրներ քույրերը այս եկեղեցու։ Մեզի սիրո միաբանության հոգով լեցրու եւ խաղաղությունդ, որ ամեն մտքից վեր է թող մեր սրտերի եւ մտքերի մեջ թագավորի։ Իբարս Աստծո Հիսուսի անունով խնդրեցի։ Ամեն։